Ջուլիետա Հովսեփի Ազարյան ծնվել է 1994-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջը։ Այժմ սովորում է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում։ Սովորելուն զուգահեռ հասցրել է կուտակել աշխատանքային համեստ պորտֆոլիո։ 2013-ից 2014 թվականներին կամավոր մասնակցել է World Vision Երևանի աշխատանքներին։ 2015 թվականին եղել է BDN սահմանափակ պատասխանատվության ընկերության գովազդի գլխավոր պատասխանատու, վաճառքի մասնագետ։ 2018-ին աշխատել է BML ընկերության միջոցառումների կազմակերպիչ։ 2020 թվականին ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ներդրողների խթանման և արտաքին կապերի վարչության արտահանման միջոցառումների կազմակերպիչ։ 2021-ից 22 թվականներին ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի և հետներդրումային սպասարկման վարչության ներդրումային ծրագրերի համակարգող։ Կամավոր միջոցառումների կազմակերպիչ, ծրագրերի համակարգող և ՔՊ-ական քաղաքական գործիչ ու մի ամբողջ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Ազարյանը թռիչքային աճ գրանցեց ու 2022-ից 24 թվականներին դարձավ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։ Արդեն այս տարեսկզբին Ջուլիետա Ազարյանը հայտնվեց խորհրդարանում, դարձավ երեսփոխան, փոխարինելով պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Բռնաճնշումների մասին մի թեկնածու, ում կառավարման օրոք գիտեմ բոլորը եղել է Գյումրիի քաղաքապետը, համայնքապետը, ում կառավարման օրոք Գյումրի քաղաքում օրը ցերեկով տարբեր անկյուններում հրապարակում, Գյումրիի կրակոցներ էին հնչում, զոհեր էինք ունենում և գյումրեցու ականջը կարծես թե սովորել էր այդ ձայներին։ Իսկ ինչ պատկեր է 2018-ի իշխանափոխությունից հետո։ Սիցիլիա դարձած Հայաստան, որտեղ օրը ցերեկով կրակում են բարձր խոսելու համար, ծեծում են աշխարհահռչակ կոմպոզիտորին, իսկ հանցագործություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Հայաստանում ծանր հանցագործությունների աճը 2019-ից 2024 թվականներին աճել են սպանությունները միջինը 12,1%, սպանության փորձերը 18,4%, զենգզինամթերքի ապօրինի շրջանառությունը 15,6%, երթևեկության կանոնների խախտումները 13,9%, խուլիգանությունները 23,2%, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 46,6%, խարդախությունները 10,4%։ Եվ ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտ պետական ապարատում։ Փաշինյանի ավտոշարասյունը մեքենայի տակ է գցում հղի կնոջն ու սպանում, մնալով անպատիժ, Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան դառնում է շղթայական ավտովթարի պատճառ, ոստիկանությունը քաշքշելով հանում է վարորդին մեքենայից, իսկ ոստիկանության բաժիններում անպակաս են բռնությունների ու խոշտանգումների դեպքերը։ Ջուլիետա Ազարյանը գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ունի 1 երեխա։ Դավիթ Գուրգենի Կարապետյան ծնվել է 1991-ին Երևանում։ Ավարտել է Հայաստանի ազգային agrարային համալսարանի ագրոէկոնոմիկա և սննդարդյունաբերության էկոնոմիկա բաժինը, տնտեսագետ է։ 2012 թվականին հիմնադրել է և մինչև 2018 ղեկավարել է Best House սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ 2018-ից 22 թվականներին եղել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ 2022-ից 23 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության իրավախորհրդատու։ 2023-ից 24 թվականներին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Բայց քաղաքական դաշտում մեր երեսփոխանի փորձը բավականին համեստ է։ Դավիթ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է փոխարինելով Գևորգ Պապոյանին։ Կարապետյանն աչքի է ընկնում իր համեստ լռությամբ։ Ազգային ժողովի ամբիոնին մոտեցել է միայն երդման ժամանակ։ Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդիս առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։ Կարապետյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ 2009-ից 2011 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ամուսնացած է, ունի 1 երեխա։